Հայաստանը չունի ռեսուրս բացարձակը Շվեյցարիա իրենց գալու, այսինքն լինելու չեզոք, որովհետև աշխարհում շատ լարված իրավիճակ է, բազմաթիվ կան եւ գլոբալ խնդիրներ, եւ տարածաշրջանային, եւ ռեգիոնալ խնդիրներ, եւ լոկալ խնդիրներ, եւ Հայաստանը չունի այդ ռեսուրսը, որպեսզի կարողանա ասի, դե ես եւ ուզում եմ եւ Ռուսաստանի հետ լավ լինել, սա էլ է շատ կարեւոր։ Եվ Եվրոպական միության հետ շատ լավ լինել, շատ լավ։ Խոսքը չի գնում խզելու մասին հարաբերությունների։ Եվ Չինաստանի հետ եւ Ամերիկայի, այսինքն այն էստոնացի լրագրողի հարցին Փաշինյանի պատասխանը, որ ասեց, որ մենք իսկ ով ասեց, որ մենք պետք է խզենք Ռուսաստանի հետ, կարծես ասում է, որ Հնդկաստանը խզում է։ Հնդկաստանը չի գնում, ուրեմն խզեց հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ուրեմն դա աբսուրդային ժանր է։ Ավելին ասեմ, դրա մեջ կա խաբեություն։ Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարող ուժն էլ չի հավատում դրան։ Պարզապես իրենք իրենց ռուս-թուրքական այդ զնդանի մեջ պահելու ինչ որ արդարացում պիտի գտնեն եւ անունը դրել են դիվերսիֆիկացիա։ Մենք արդեն տեսնում ենք, որ չի ստացվում, Եվրոպան բողոքում է, որ մենք գնում ենք մայիսի 9-ը, դրա մասին կարող ենք հետո խոսել, Միացյալ Նահանգները բողոքում են, որ մենք Չինաստանի հետ այնքան ենք մերձենում, որ Վրաստանից եւ Ադրբեջանից հետո երևի երրորդ երկիրը կլինենք, ամենայն դեպս կա միտում ռազմավարական պայմանագիր ստորագրելու Չինաստանի հետ։ Վրաստանը ունի արդեն ստորագրված եւ Ադրբեջանը ունի արդեն ստորագրված։ Մի հետաքրքիր դետալ, որպեսզի հասկանանք Ամերիկայի մոտեցումը։ Իվանիշվիլին, որը իրականում սպասում էր Թրամփի գալուն, իր ողջ քաղաքական հաշվարկը, որ կա Թրամփը եւ բոլոր իր խնդիրները կլուծվեն։ Եվ այդ կմարսվի եւ այդ այսպես կոչված ընտրությունները եւ ժողովրդի դեմ ուժ կիրառելը, այսինքն ինքը հենվելով իրենք մոտ են, այսպես ասեմ, Թրամփը կարող է Իվանիշվիլի տեղը չգիտի, ես դրա մասին չեմ ասում, բայց իրենք մոտ են դասակարգային մտածելակերպի, ձգտումների, արժեհամակարգի տեսակետից, ասենք, շատ մոտ երևույթներ են։ Բայց չի լավանում հարաբերությունները Վրաստանի Ամերիկա։ Ամերիկան հայտարարել է, որ ժողովրդավարության համար պայքարը ողջ աշխարհում դա արդեն Ռուբիոյի խոսքերն են, դա քաղաքական ռադիկալիզմ է, էքստրեմիզմ է, դրանով չի զբաղվելու Միացյալ Նահանգները։ Այսինքն դեմոկրատիայի խնդիրը չի, ընտրություններ կեղծելու խնդիրը չի, բռնություն կիրառելու խնդիրը չի։ Ռուսաստանի հետ Ամերիկան ինքն է ձգտում շատ լավ հարաբերություններ ունենալ ադմինիստրացիան, բայց ինչու են վատ վրացիների հետ։ Տեսեք, այնպեսի փաստաթղթեր են կոնգրեսում, հանրապետական կոնգրեսում ընդունվում, որ իսկ եւ պարզ է դառնում, որ այստեղ չինական խնդիր կա, որ խնդիրը, որ Վրաստան Իվանիշվիլին ռազմավարական սխալ գործեց, երբ մինչև սпасել երբ է գալու Թրամփը եւ այլն, երևի որպեսի մենակ չմնա, ինչպես ժողովուրդը կասել մենակ ու անտեր, ռազմավարական պայմանագիր ստորագրեց Չինաստանի հետ։ Եվ հիմա ունի լրջագույն խնդիրներ Միացյալ Նահանգների հետ, լրջագույն։ Ավելի ծանր, քան Բայդենի ադմինիստրացիայի օրոքեր։ Այսինքն ինչ որ հարցերում ինքը կարող է երնեք տալ Բայդենի ադմինիստրացիային, որ ընդհանրապես ասել էր բան եվրոինտեգրացիա, մարդու իրավունքներ եւ այլն, այստեղ խորքային ռազմավարական հարցեր է։ Իսկ դուք մտածում եք Չինաստանը այն երկիրն է, որի հետ կարելի է ռազմավարական պայմանագիր կնքել, հետո 3 ամիս հետո ասել, դե գիտեք ինչ սխալվել ենք, հաջողություն։ Այսինքն երկու քարի արանք ընկա Վրաստանը, այդ ռազմավարական կարևոր խոշոր սխալի պատճառով։ Հիմա նույն ճանապարհով գնում է Փաշինյանը, եւ եթե Աստված չտա մենք այդպեսի լուրջ ռազմավարական սխալ գործենք, ապա մենք ոչ միայն հիմա բոլոր նրանց հետ ում վատ ենք կմնանք վատ, դեռ մի հատ էլ Միացյալ Նահանգներ ձեռք կբերենք որպես հակառակորդ։ Եվ ես չեմ կարծում, որ Փաշինյանի ռեժիմի նկատմամբ վերաբերմունքը լինելու ավելի մեղմ, քան Իվանիշվիլիի նկատմամբ։ Ավելին ասեմ, կհիշեն են բոլոր մեղքերը, որոնք բոլորին հայտնի են, սկսած սանկցիաները խուսափելուց, վերջացած փողլավալը, ամեն ինչ կհիշեցվեն։ Դեք ինչ, եթե Փաշինյանի ռեժիմը նպատակ է դրել Միացյալ Նահանգների հետ ճշնամական հարաբերություններ ունենալ, իզնից ավելի խիստ քննադատ, ասենք Թրամփի եւ Կարեն Սարգսյանից Հայաստանում չկա։ Բայց դրա հետ մեկտեղ ես պնդում եմ, որ մենք այդ ռազմավարական փաստաթուղթը, որ ստորագրել ենք, պիտի կարողանանք հասնել նրան, որ մինչև վերջ իրագործվի, որովհետև դա մեր անվտանգության խնդիրն է եւ այլն։ Մենք Միացյալ Նահանգների հետ ունեցանք խարտիա
ստորագրեց։ Խարտիան, այո, ռազմավարական, որի վրա ամերիկացիները արդեն 3-րդ թե 4-րդ անգամ է իրենք պաշտոնական հղում են անում։ Թրամփը, Ռուբիոն եւ այլն, չէ՞, դա շատ կարեւոր է։ Այսինքն դրանք իրարամերժ են լինելու ձեր կարծիքով ունենալ ստրատեգիական կարող է քայլիցների ուղեղում ոչ, բայց աշխարհում, ռեալ աշխարհում, դրանք իրենք իրական Հայաստանից են խոսում, իրական աշխարհում, այո։ Իրական աշխարհում այո, եւ հետո ասեմ, բա մենք փորձում ենք Թրամփի ադմինիստրացիայի հետ կոնտակտ գտնել, չստացվեց, մինչեւ հիմա չի ստացվել, ասեմ։ Դա հայտնի է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը այսօր ԱՄՆ կառավարության հետ ռեալ կոնտակտներ չունի։ Բավական բարձր մակարդակի կոնտակտներ կային Բայդենի ադմինիստրացիայի հետ, այսօր չկան այդ կոնտակտները։ Այսինքն չկա հեռախոսով, որով կարելի է զանգել, կոպիտ ասած, տարբեր ոլորտներում, տարբեր հարցերի շուրջ եւ այլն։ Ոչ թե համար որ դա հայկական բան է վարչակարգը, այլ իրենք այնպես են խաղի կանոնները փոխում, որ Հայաստանը այդ հիերարխիկ աշխարհում ստորոտներում է ամենա եւ այսինքն ապրիլ 24-ի այդ ուղերձում Միացյալ Նահանգների դե Թրամփի կողմից ընթերցված կամ հայտարարած ուղերձում կար վերջին կետով հիշեցում, որ Միացյալ Նահանգները պարտավորված են թե լուրջ են վերաբերում Հայաստանի հետ այդ ռազմավարական գործընկերության խարտիային։ Այսինքն եթե Հայաստանի Հանրապետությունը Թրամփն է ասում, եթե ուրիշ նախագահ լիներ, դա կարելի է մեկնաբանել ոնց ուզում եք, նույնիսկ որպես քաղաքավարություն։ Բայց երբ որ Թրամփը ասում է մենք հիշում ենք, դա նշանակում է, որ եթե որևէ քայլի դիմի Հայաստանը, որը հակասում է այդ ռազմավարության խարտիային, դա մենք անպայման պատասխանը կստանանք դուք։ Չեք կարծում արդյոք, որ այո, Չինաստանը դիտարկում է Հարավային Կովկասը, Վրաստանի հետ արդեն ունի, Ադրբեջանի հետ արդեն ունի, եւ եթե Հայաստանի համար դուք համարում եք սխալ եւ Փաշինյանը եւս համարեն Փաշինյանի վարչակազմում կամ նստեն հաշվարկներն անեն, ասեն, չէ, մենք այնտեղ ունենք արդեն ռազմավարական, Չինաստանի հետ չենք անի, ծրագրեր կլինեն, որտեղից Հայաստանը դուրս կմնա եւ դա կթուլացնի Հայաստանը կամ անգամ ոչ միայն դուրս կմնա, Հայաստանի դեմ գործող ծրագրեր կարող են Չինաստանը չի դեռ իրագործում ծրագրեր։ Նա նախապատրաստում է հող այդ ծրագրերը իրագործելու համար։ Ինչը շատ հոյակապ դիվանագիտություն է, իրենց արտաքին քաղաքականությունը չեմ ասի անթերի է, բայց շատ բարձր մակարդակի է եւ ռազմավարական մտածելակերպը իրենք աշխատում են իրենց ազգային նպատակները ռազմավարությունը առաջ տանելու համար։ Ոչ թե իրագործում են դեռ դրա հնարավորությունը չկա, որովհետև կա դիմադրություն, մեր դիմադրությունը, չէ՞։ Կա արևմտյան երկրների, Թուրքիայի եւ այլն, տարբեր կողմերից, դիմադրություն։ Եվ Հնդկաստանի կողմից, ինչը նաեւ պատճառն է սրացումների։ Խոսենք։ Հա, կա դիմադրություն։ Հիմա, եթե Հայաստանը Չինաստանը մեծ երկիր է, մեծ տերություն է, մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք։ Եթե կան բիզնես ծրագրեր, որոնք այդ չեն հակասում մեր հարաբերություններին այլ աշխարհի հետ, պետք է անպայման իրագործվեն, անպայման։ Խնդիրը այն է, որ եթե Չինաստանի նման երկիրը միջուկային հզոր աշխարհի արտադրամասը, ինչքան լավ բան ասեցինք, դեզու գտնի, ասենք Եվրոպական միության հետ։ Ինչը փորձում է արել։ Փորձում է եւ Թրամփը ահավոր օգնում է, որպեսզի դա որքան հնարավոր է ավելի հաջող լինի, որտեղ ինքը թշնամացնելով բոլորին, այդպես է, եթե դու բոլորին թշնամացնում ես, կոալիցիաներ են ձևավորվում քո դեմ։ Ինքը հիմա աշխատում է Իրանի հետ, ինքը աշխատում է Հարավային Կովկասում, ինքը աշխատում է Եվրոպական միության հետ, աշխատում է Բրիտանիայի, Կանադայի եւ համագործակցության հետ բրիտանական։ Եթե իրենք ինչ-որ լեզու գտնեն եւ ընդհանուր ծրագիր դնեն գետնի վրա։ Իրենք ովքեր են։ Նկատի ունեմ, ասենք Եվրոպական միությունը կամ եւ Չինաստանը պայմանավորվեն։ Դա կարելի է քննարկել։ Նույնիսկ եթե դա կբերի Միացյալ Նահանգների դժգոհությանը, ասենք։ Ֆոն դեր Լայենի այս Սամարխանդի հայտարարությունը եւ այս Չինաստանի ակտիվությունը, հայտարարությունները, դրանք նույն կոնտեքստում է պետք դիտարկել։ Չէ, սրանք հանդիպակաց շարժումներ են, որոնք կամ պետք է բախման բերեն, երբ որ գալիս են, հա, զորքերը կոպիտ ասած միտեղ, կամ ընդհակառակը, ինչպես թունելը փորեցին, շնորհավորել իրար եւ այլն, որ ես էս կողմից եկա, այս կողմ, այսինքն կա process Եվրոպայից եւ ակնհայտ է, որ Հարավային Կովկասը պետք է Եվրոպային, Եվրոպական ժողովրդական կուսակցության էս վերջի համագումարը, որը 3 էր, ձեկուցողը
որը պատահական մարդ չի, որ դահլիճից ելել է դուրս եկել, զեկուցողը Հայաստանի մասին եղել է զեկույց, ասել է, որ մենք մեկնած ձեռքը պետք է սեղմենք։ Եվ ես չեմ բացառում, որ դա դառնա Եվրոպական ժողովրդական կուսակցության պաշտոնական դիրքորոշում։ Հիմա նույնը կվերաբերվի լիբերալներին, սոցիալիստներին։ Ես հեռանկարը շատ պարզ տեսնում եմ, ոնց է դա մեկ օրվա խնդիր չէ։ Հիմա Հարավային Կովկասը դիտարկվում է Եվրոպական միության կողմից որպես կարևոր պլացդարմ այդ կենտրոնական Ասիայի հարաբերությունների համար։ Հոյակապ է։ Չինաստանի համար դիտարկվում է Հարավային Կովկասը որպես տարանցիկ, այսպես տարածք եւ այլն կարևոր Եվրոպայի, որովհետեւ եթե տարիֆային քաղաքականությունը բերում են նրան, որ ամերիկյան շուկան չասեմ փակվում է, բայց կիսափակվում է չինական ապրանքների եւ ծառայությունների համար, իրենց պետք է նոր շուկաներ։ Դա լինելու, չլինելու հարց է չինացի ժողովրդի համար։ Դա կարևորագույն հարց է։ Եվ իրենք այդ հարցը փորձում են լուծել։ Հիմա իրենք կարող են ռեալ ես տեսնում եմ այդ հնարավորությունը Եվրոպայի հետ կան կոմպրոմիսի զուտ հակատրամպիզմի հողի վրա, որտեղ Տրամպը նրանց էլ է նեղացնում, նրանց էլ է նեղացնում։